Այո, մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով։ Դե ինքնաթիռով նստում են, չեն կանգնում։ Ես պատվիրակության հետ միասին ինքնաթիռում նստած էինք եւ ներս մտավ պարոն Քոչարյանը եւ որտեղ որ նստած էր պարոն Զաքարյան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահան, հարգելով երկրի նախկին երկրորդ նախագահին, իր տեղ առաջարկեց պարոն Քոչարյանը նստեց իմ կողքը եւ մենք զրույց ենք ունեցել, որը ընդհանրապես չի վերաբերվել քաղաքական որևէ ձևաչափի, հարցրել է ոնց անցավ մեր հանդիպումները Չեխիայում, ասեցի որ շատ ջերմ, պատմեցի այդ ինչ որը ձեզ պատմեցի եւ որևէ այլ քաղաքական հարց չի քննարկվել իմ եւ Քոչարյանի միջեւ։ Ասեցի որ եղել է քննարկում մեր Չեխիայի այցելության հետ կապված որևէ քաղաքական հարց չի քննարկվել, որևէ պայմանավորություն չի եղել։ Իմ կարծիքով դա լավ ձևաչափ չի պայմանավորվել ինքնաթիռում հանդիպել։ Մենք որևէ պաշտոնական համագործակցության քննարկում չունենք։ Ես բազմաթիվ առիթներով հայտնել եմ իմ ցանկությունը, անձնական տեսակետը, եւս մեկ անգամ ուզում եմ հայտնել, որ իմ ցանկությունն է, որպեսզի մենք առաջիկայում նախագահական ընտրությունների ընթացքում Բարգավաճ կուսակցությունը աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Չեմ բացառում քաղաքականության մեջ որևէ պայմանավորություն կարող ապագայում ձեռք բերվի, թե հուշագրի ձևով թե այլ ձևաչափով ես իմ նպատակն է եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրենք, որ համերաշխ մենք գնանք նախագահական ընտրությունների։ Շատ նորմալ եմ համարում, որ վարչապետը նաեւ ուզում է համագործակցել քաղաքական օպոզիցիոն ուժերի հետ եւ ես գտնում եմ, որ մենք բոլորս միասնական պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ եւ նաեւ այստեղ ես մեծ անելիք եմ տեսնում ազգային ժողովի կողմից, քանի որ ազգային ժողովը օրենսդիր մարմին է նկատի ունեմ, նաեւ օրենսդիր մարմին ներկայացված են օպոզիցիոն քաղաքական ուժերը եւ շատ լավ կլինի, որ մասնակցեն նաեւ իրենց առաջարկները եւ կարող եմ ասել, որ հիմա մի օրինագիծ կա, որ առաջարկվում է ազգային ժողովում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որ կզբաղվի նաեւ այդ կոռուպցիան գործընթացներով, որ իմ կարծիքով պետք է քննարկվի, դա շատ զգայուն հարց է եւ ես չեմ ուզում շտապել մեր մոտեցումները դրական են թե բացասական, բայց որ պետք է նաեւ օպոզիցիային քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել այդ գործընթացներին, ես շատ դրական եմ համարում եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարմին կլինի օրենսդիր, գործադիր, իրեն վերապահված օրենքով պարտականությունները պետք է կատարի եւ չսպասի որևէ մեկը, որ հանձնարարություն տրվի տա իրեն իր գործընթացները կամ իր գործողությունները կամ իրեն վերապահված լիազորությունները իրականացնել։ Լավ կլինի, որ բոլորը այնինչ որ օրենքով վերապահված իրենց կատարեն բարեխիղճ եւ չսպասեն, որ որևէ հանձնարարություն տրվի եւ ես գտնում եմ հանրապետության նախագահի այս հանձնարարականները շատ տեղին են եւ նույնիսկ կարելի ասել մի քիչ ուշացած, որ ժամանակին պետք է մարդկանց կոչել, որպեսզի այդ գործընթացներում զբաղվեն այս գործերը անելու համար եւ ես գտնում եմ ահագին մեծ դրական փոփոխություն եւ զգոնություն եմ նկատում բոլոր գերատեսչություններում, որ մարդիկ շատ արագ փորձում են այն թերությունները վերացնել, այն չարված գործերը փորձում են կատարել եւ դա շատ լավ եմ, ես բարձր եմ գնահատում եւ նախագահը համոզված է, որ լինելու է հետեւողական ինչև վերջ, որպեսզի գործադիր, օրենսդիր բոլոր մարդիկ փորձեն իրենց վերապահված լիազորությունները կատարել, ինչև վերջ։ Իմ կարծիքով ես չարեցի մեծ լիազորություն պետք է ունի, ասեցի, որ մենք նույնպես մեր մասնակցությունը պետք է ունենանք այդ գործընթացներում, իրոք ազգային ժողովում բոլորը գիտեք, որ որևէ կոռուպցիա չի կարող լինել, նաև տեսական, կոռուպցիան լինում է գործադիր իշխանություններում, տեղական իշխանություններում եւ որևէ մեկ օրենսդրում ընտրել կոռուպցիայի կարծիքով նաև ճիշտ չի եւ անարդյունավետ է սկզբանե։ Մենք ուղղակի մեր մասնակցությունը պետք է բերենք, որովհետեւ քաղաքական ուժերը ներկայացված են օպոզիցիոն նաև կուսակցությունները ներկայացված են պարլամենտում։
ակնհայտ կարելի է հասկանալ, որ parlamenti նաև քաղաքական օպոզիցիոն ուժերն են հրավիրում իրենց մասնակցությունը բերել այդ գործընթացներին, որը ես նորմալ եմ համարում եւ արդարացված։ Մենք որևէ մեկի մրցապայքարի մեջ մտնելը չենք թերագնահատում, բայց մենք ակնհայտ ունենք մեր տեխնացուն, որը Սերժ Սարգսյանը, եւ մենք չենք էլ սպասելու թե ով երբ կառաջադրվի, մենք ակնհայտ գնալու ենք այդ գործընթացներին, որը արդեն կարծես թե սկսված է եւ դեկտեմբերի 15-ին մեր համագումարը կառաջադրի մեր տեխնացուն եւ մենք նախապատրաստվում ենք արդեն նախագահական ընտրություններին եւ ոչ մեկի մասնակցությունը չենք թերագնահատում, մենք ուղղակի մեր աշխատանքը, մեր գործն ենք կատարելու մեր տեխնացուն, որպեսզի հաղթի նախագահական ընտրությունները եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ ընտրությունները լինեն բացառիկ, թափանցիկ, ազնիվ եւ ժողովրդավարական։